Բարի երեկո, դուք դիտում եք Բաց հարթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում հաղորդավարն ասել է, մեր այսօրվա գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է, արդեն հասել ենք այն կետին, երբ հասարակությունը սկսում է կասկածել իր առաջնորդներին, իր բանակին, իսկ հենց սա էլ մեր շահն է։ Մենք չենք կանգնելու, մինչև չտեսնենք, որ հայերն իրենց դեմ են դուրս գալիս։ Պարոն Առաքելյան, այն ինչ որ կատարվում է Հայաստանի ներսում, մենք տեսնում ենք, որ կարծես թե փորձում են հրահրել նոր բողոքի ակցիաներ, նոր ցույցեր, եւ այս հայտարարությունը Բաքվից պետական հեռուստաընկերության եթերում Ադրբեջանի հաղորդավարն ասում է, արդյոք զուգադիպություն է։ Իհարկե զուգադիպություն չէ, այդ մասին մենք բազմիցս խոսել ենք վերջին առնվազն 3-4 տարիների ընթացքում, որ Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի շահառուների կամ մի քանի շահառուներ եւ շահառուներից մեկը կամ շահառուների մի թևը գտնվում է հենց Հայաստանի Հանրապետության ներսում եւ եթե նկատած կլինեք վերջին տարիների սահմանային լարման այդ ամբողջ գործընթացներին զուգահեռ Հայաստանում գեներացվել են ուրեմն այսպես կոչված ընդդիմադիր շարժումներ, վերջի դրա օրինակը այդ Կիրանցի իրադարձություններն էին, որի այսպես հիման վրա ձևավորվեց այդ, չգիտեմ, սրբազան շարժում էին անվանում, թե հոգևորականի կողմից ղեկավարվող շարժումը, դեռևս այն ժամանակ գոնե ես նշել եմ, որ հայաստանյան քաղաքական այդ շրջանակները զուգահեռաբար աշխատում են Ադրբեջանի հետ եւ այստեղ կարծեք թե այսպես ասած պասերով են խաղում Ադրբեջան, Ռուսաստան եւ հայաստանյան այդ շրջանակներ, որոնք փաստացի դարձել են Ադրբեջանի պրոքսի ուժերը Հայաստանի ներսում եւ այն ինչ որ ասել է Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում դա փաստացի անկեղծության դրսևորում էր եւ կարծում եմ իրենց կողմից չափազանց անկեղծության, քանի որ միգուցե նման արտահայտության համար այդ լրագրողին նկատողություն կհայտարարեն կամ կպատժեն իրենց խաղաքարտերի մասին ակնհայտ ասելու համար, բայց անկախ նրանից նրանք դա ասել են թե չեն ասել, մենք այդ մասին վերջին 2, 3, 4 տարիների ընթացքում խոսել ենք, որ այո, հայաստանյան կոնկրետ շրջանակներ գործում են Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի պետության դեմ, Հայաստանի ինքնիշխանության դեմ, ամեն կերպ փորձում են Հայաստանի սահմաններում տեսնել ուրեմն կոնկրետ շրջանակներ ասելով ում նկատի ունեք։ Տեսեք, նախկին նախագահների շրջապատը, պարզ ասեմ, եւ տեսեք վերջին ուրեմն ամիսների կամ վերջին ամսվա ընթացքում երբ որ մենք տեսնում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կեղծ տեղեկատվություն, որ հայկական ուրեմն ուժերը կրակում են ադրբեջանական դիրքերի վրա, չնայած այն բանին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ լուրերը եւ ընդհակառակը նշում է, որ ադրբեջանական կողմից կան անհասցե կրակոցներ, այնուամենայնիվ մենք պետք է այստեղ էլ ուսումնասիրենք եւ հասկանանք ովքեր են այդ լուրերը փորձում գեներացնել, տարածել Հայաստանի Հանրապետության ներսում, ովքեր են շահագրգիռ, որպեսզի Հայաստանի Հանրությունը ամենօրյա ռեժիմով ուրեմն ապրի այդ վախերի մեջ, ամենօրյա ռեժիմով ուրեմն մտածի, որ սահմանին լարված է եւ ուր որ է պատերազմ տեղի կունենա, առաջինը դա Ադրբեջանն է եւ հետաքրքրական է, որ ադրբեջանական այդ լուրերից հետո դրանց երկրորդեց մյուս կողմը Ռուսաստանի Դաշնությունը իր պաշտոնական ներկայացուցիչի միջոցով, երբ օրեր առաջ հայտարարեց, որ Մարիա Զախարովան, որ իրենք անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում տեղի ունեցած իրադարձությունների Այսինքն դուք կարծում եք, որ այսպես համակարգված աշխատում են, թե պարզապես համընկնում են տեսակետները։ Ես կարծում եմ, որ համակարգված աշխատում են եւ երրորդ կողմը դրանք են ուժերն են Հայաստանի կողմից նշած, ովքեր էլի ամենօրյա ռեժիմով փորձում են Հայաստանի Հանրության վզին փաթաթել այդ վախը, պատերազմի ուրվականը, որպեսզի Հայաստանից չհեռանա, պատերազմի ուրվականը, որպեսզի Հայաստանի հասարակությունից չհեռանա եւ իրենց դեմքով, իրենց ուրեմն լրատվամիջոցների միջոցով ամենօրյա ռեժիմով տարածում են այդ ուրեմն ադրբեջանական ռոպագանդան, ինչի մասին դուք նշեցիք, պարզ ասել է Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հաղորդավարը։
Բայց այստեղ պատերազմի վախը եւ այդ խժդժությունները իրար հետ ինչքանով են փոխկապակցված։ Ներսի խժդժություններ հրահրելը։ Իմ կողմից նշված 3 կողմերը ունեն յուրաքանչյուրը իրենց նպատակները այս գործընթացում։ Առաջինը Ադրբեջանը, որ բնականաբար բոլոր տեսակի ճնշումներ է փորձում բանեցնել Հայաստանի վրա, թե սահմաններին այդ լարումներով, թե երկրի ներսում որոշակի գործընթացներ նախաձեռնելով, բնականաբար դրանով թուլացնելով պետությունը, դրանով թուլացնելով պետական քաղաքական իշխանությունը եւ հիմքեր նախապատրաստելով հնարավոր ուրեմն միջազգային լավագույն իր համար պայմաններում իրականում ագրեսիա կազմակերպել Հայաստանի Հանրապետության վրա եւ պոկել են ինչ որ ինքը երկար ժամանակ արդեն ցանկանում է պոկել, խոսքը իրենց կողմից մեկնաբանվող միջանցքի մասին է։ Հաջորդ կողմը, որը մեծ ուրեմն շահառու է այս ամենի, դա բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը եւ պատահական չէ, որ հենց առաջինը Ռուսաստանի Դաշնությունը արձագանքեց նման իրավիճակին, սակայն մենք կհիշենք, երբ որ օրինակ Հայաստանի վրա տեղի ունեցավ իրական ռազմական գործողություն, Ռուսաստանի Դաշնությունից լուր էին այդ մասին, բայց օրինակ Ադրբեջանի ստեղծած այդ ուրեմն սադրանքները, հա, ձևական, որոնք ըստ մեր պաշտպանության նախարարության օդի մեջ կրակոցներ են, այդ դրան Ռուսաստանը արձագանքում է, ինչու, որովհետև կարծեք թե տարուց ավել Հայաստան-Ադրբեջան սահմանը հանգիստ էր եւ դա հանգիստ չի տալիս կարծեք Ռուսաստանին, քանի որ միայն այստեղի կոնֆլիկտի պարագայում է, որ Ռուսաստանը հնարավորություն կունենա ներգրավել եւ Ռուսաստանը հնարավորություն կունենա իր պրոքսի ուժերի միջոցով այստեղ միգուցե հասնել քաղաքական իշխանության։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձեռնտու չէ Ռուսաստանը։ Իհարկե։ Իսկ ձեռնտու է Բաքվին։ Տեսեք, Բաքվին ինչ որ ժամանակահատվածում ձեռնտու կլինի, քանի որ Բաքուն կամ Ադրբեջանյան պետությունը չի, որպեսզի ուրեմն դեմ գնա տարածաշրջանի բոլոր խաղացողներին, դեմ գնա խաղաղություն հաստատելու կոնսենսուսին, իսկ այդ կոնսենսուսը մեր տարածաշրջանում կարծեք թե կա Իրանի կողմից, ինչ որ առումով Թուրքիայի կողմից, Միացյալ Նահանգների կողմից, Եվրոպական միության կողմից եւ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, տեքստը համաձայնեցված է, դրանից հետո ինչու հաջորդեցին, այսպես ասած, այդ նույն անկանոն կրակոցները կամ մենք տեսանք ապատեղեկատվությունը Բաքվի կողմից։ Եթե դուք կհիշեք, ուրեմն այդ երբ որ հայտարարվեց, որ համաձայնեցված է փաստաթուղթը, եթե դուք կհիշեք միջազգային խաղացողների հայտարարությունները, ապա կտեսնեք, որ այնտեղ գրեթե վերջիներից մեկը ով ողջունեց դա Ռուսաստանն էր եւ Ռուսաստանի ողջունի տեքստը եթե դուք կարդաք եւ տողատակերը հասկանաք, կհասկանաք, որ Ռուսաստանը ասում էր հետեւյալը, որ խաղաղություն կլինի այն ժամանակ, եթե ուրեմն կողմերը այդ խաղաղությանը հասնեն 20-ից 24 թվականներին ուրեմն երակողմ, հա, այդ համաձայնությունների շրջանակներում, այսինքն շեշտադրում են ուրեմն Մոսկվայի միջնորդությունը եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գիտենք, որ փաստացի գոյություն չունի կամ մեկ կետ, որից կարճած են եւ Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Այսինքն նույնիսկ իրանց այդ հայտարարությունը, եթե մենք կարդանք եւ վեր ծանենք, կհասկանանք, որ իրենք այնուամենայնիվ անկախ են հանգամանքից, որ Հայաստանը եւ Ադրբեջանը եկել են որոշակի համաձայնության, իրենք շահագրգռված չեն այդ ֆորմատով համաձայնություն կնքելու եւ իրենք ունեն սպասելիքներ եւ այդ սպասելիքները նախ եւ առաջ Ադրբեջանից է եւ Ադրբեջանը հիմա նման կրակոցներ արձակելով սպասարկում է Ռուսաստանի այդ սպասումները եւ ես կարծում եմ, որ դա երկար ժամանակ չի կարող ուրեմն տևել, բնականաբար Ադրբեջանը ունի նաև իր խաղը եւ միգուցե ինչ որ մի պահից Ադրբեջանի վրա ճնշումը այնպեսին կլինի, որ նա կգնա այնուամենայնիվ այդ փաստաթղթի ստորագրմանը, քանի որ չկա որևէ տրամաբանություն Ադրբեջանի հայտարարությունների մեջ եւ այն պատճառաբանությունները, որ իրենք բերում են, դրանք ոչ մի փաստարկի չեն դիմանում։ Ձեր վերջին հարցազրույցներից մեկում դուք ասել եք, որ որոշ շրջանակներ փորձում են արցախցիներին դուրս բերել փողոց նեղ քաղաքական նպատակների համար։ Ինչ շրջանակներ եւ ում նկատի ունեք։ Բնականաբար Արցախի քաղաքական էլիտան եւ նախկին ուրեմն նախագահներին հարող այսպես շրջանակները, ովքեր սկսած առնվազն արցախցիների տեղահանումից իրենք փորձել են արցախցիների գործոնը օգտագործել Հայաստանի ներքաղաքական գործընթացներում, դրա մասին էլի մենք բազմիցս խոսել ենք եւ
այսօր մենք տեսնում ենք նման իրավիճակ սոցիալական քողի ներքո նրանք արդեն այլևս քաղաքական գործընթացներ են գեներացնում, տեսել ենք որ վրաներ են խփել տարբեր այդ շրջանակներին հարող տարբեր գործիչներ են գալիս գնում, այսպես հայտարարություններ անում, սա խոսում է մեկ բանի մասին, որ իրենք փորձելու են արցախցիների այդ սոցիալական խնդիրներից ծագած բողոքները դարձնել քաղաքական, հա, այսպես պահանջմունքներ եւ փորձել ինչ որ մի պահի արցախցիներին մղել ավելի ուրեմն ծայրահեղական դաշտ, որը ես կարծում եմ ոչ մի լավ տեղ չի տանելու եւ այսինքն նպատակը ո՞րն է, որ այստեղ էլի խժդժություններ առաջանան, տեսեք, նույնիսկ այո, իրենց նախորդ տարիների ամբողջ փորձը ցույց տվեց, որ Հայաստանում չկա ուրեմն ծայրահեղականացված մասսա զանգված հանրույթի ինչ որ մի մաս եւ նման հեղափոխությունները նաեւ երբեմն իրականացվում են կամ շատ հաճախ իրականացվում են նաեւ հենվելով որոշակի ծայրահեղական մասսաների վրա եւ չկար այդ սոցիալական խումբը եւ այսօր իրենք կարծում են փորձում են որպես նման սոցիալական խումբ տեսնել արցախցիներին, որոնք ունեն արդարացի բողոքներ, որոնք կորցրել են իրենց տները, որոնք ունեն սոցիալական խնդիրներ, մի կողմ դնենք թե պետությունը ինչ աջակցություն եւ օգնություն է տրամադրում եւ փորձեն այդ սոցիալական հենքի վրա այս մարդկանց ավելի ծայրահեղ դաշտ տանել ընդཐུպ մինչեւ մարգինալացման եւ կարծում եմ իրենք եւ այդ քաղաքականությունը, այս գործողությունները տեղավորվում են այն շրջանակների մեջ, ինչի մասին խոսել է Ադրբեջանի պետական պաշտոնական հեռուստաընկերության լրագրողը եւ հաղորդավարը։ Բայց տեսեք, միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ նախկին երկու նախագահների թիմերը այսպես գոնե հերակա կարգով բանավիճում են, այսինքն կարելի է եզրակացնել, որ նույն առվով չեն հոսում նրանց ջրերը այս պահին։ Տեսեք, այս առումով այո, այդ առուները կամ այդ ջրերը նույն առվով չեն հոսել երկար տարիներ եւ դա պայմանավորված չէ միայն վերջին տարիների զարգացումներով, իրենց մեջ հակասությունները եղել են նույնիսկ այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, սակայն ես կարծում եմ, որ այնուամենայնիվ եթե գա հասունանա այսպես հեղաշրջման մի հատ այսպես փուլ, ապա այդ նախկին նախագահների թիմերը այդ ծայրահեղ մոտեցումները մի կողմ կդնեն եւ կմիավորվեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այսպես ասենք, քանի որ իրենք գաղափարական դաշտում գրեթե նույնն են։ Այսինքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ասելով ինչ նկատի ունեք, որ Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, ինքնիշխանության դեմ, անկախության դեմ։ Ես ասեմ, այդ շրջանակները բազմիցս իրենց աշխարհաքաղաքական դիրքորոշումները հայտնել են եւ այդ աշխարհաքաղաքական դիրքորոշումները հետեւյալն են։ Մենք տեսել ենք հետեւյալն է, որ օրինակ երկրորդ նախագահին, երբ որ ուղիղ հարց են տալի Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հետ կապված, ինքը ասում է, որ այդ հարցին ինքը չի կարող պատասխանել եւ դեռ պետքա քննարկել Հայաստանը կարող է անկախ պետություն լինել կամ մնալ թե ոչ կամ իրենք կողմ են օրինակ ռուս-բելարուսական միութենական պետությանը Հայաստանի միավորմանը, որը նշանակում է վերջնականապես խաչ քաշել ուրեմն Հայաստանի ինքնիշխանության վրա։ Վերջերս մամուլում հրապարակվեց իրենց քաղաքական հենք հանդիսացող կուսակցություններից մեկի կուսակցական գաղտնի փաստաթուղթը, որտեղ էլի խոսվում էր Հայաստանի անկախության մակարդակի նվազեցման մասին եւ այսպես շարունակ, եւ սա այս ամենը վերլուծելով մենք հանգում ենք նրան, որ այո, այս քաղաքական ուժերը դրանք ուրեմն Հայաստանի պետականության դեմ են, ոչ թե իշխանության դեմ, իշխանությունը իրենց համար գործիք է եւ պատահական չի, որ այդ շրջանակները այսօր գոռում գոչում են, որ Հայաստանը պետքա այդ 9-րդ կետով վերցրած ինչ որ պարտականություններ, պարտավորություններ կատարի, տրամադրի ինչ որ միջանցներ, իսկ սա նշանակում է, որ այդ շրջանակները հայտարարում են Ռուսաստանին, որ եթե դուք մեզ բերեք իշխանության, ապա այդ ձեր երազանց միջանցքը դուք կստանաք։ Բայց այստեղ կարծես թե ամեն դեպքում արտակուստ այդպես է թվում, որ Քոչարյան-Սարգսյան հերակա բանավեճը ծավալվեց
Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունից հետո, որ ինքը 2026-ին բավական պրագմատիկ թիմով մասնակցելու է ազգային ժողովի ընտրություններին, դրանից հետո սկսվեց այս հերակա բանավեճը, եւ Քոչարյանի թիմը մեղադրում է Սերժ Սարգսյանին իբր քաղաքացիական պայմանագրին 2018-ին իշխանություն բերելու գործում։ Երեք ես ուրեմն Սերժ Սարգսյանի ելույթը լսեցի, որտեղ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ այդ 18 թվի հեղափոխությանը դուք այդ քոչարյանական թևը ամբողջությամբ ուրեմն մասնակցում եք Սերժ Սարգսյանին մերժելու ամբողջ գործընթացին, բայց այսօր մեղադրում եք Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, ինքն էլ իր փաստարկներ ունի եւ բնականաբար այստեղ ուրեմն մենք դեռ երկար բնականաբար կտեսնենք այս բանավեճը, բայց կրկնեմ, ինչ որ մի պահի դա կարող է երկրորդ պլան մղվել, եթե գործընթացները հասունանան եւ հասնեն այն մակարդակի, որ խնդիր կդրվի այլևս Հայաստանում հեղաշրջում իրականացնել, այս թևերը այդ առումով կմիավորվեն կամ միմյանց չեն խանգարի գոնե։ Այսինքն ամեն դեպքում համագործակցություն այսպես թե այնպես չի բացառվում։ Կներեք, Հայաստանում 20 տարի իշխանությունը բռնազավթվել է այս երկու անհատների կողմից եւ բնականաբար իրենց ռազմավարական նպատակներում ես համոզմունք ունեմ, որ իրենք հակասություններ չեն ունենա եւ կոպիտ ասած լեզու կգտնեն միմյանց հետ իշխանությունը բաժանելու, եթե խնդիրը հասնի դրան։ Պարոն Արաքելյան, Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին կխնդրեմ անդրադառնանք։ Ամեն դեպքում շատ են տեսակետները համացանցում, որ ամենացավոտը հենց այն է, ողբերգությունը հենց այն է, որ կրիմինալը կրկին դառնում է կարծես թե քաղաքական որոշիչ գործոն։ Տեսեք, այստեղ է որ պետք է մենք մեղավորության հասցլակները ուղենք իշխանություններին, երբ որ խոսում ենք հեղափոխության մասին եւ հեղափոխությունից 7 տարի անց մենք այսօր խոսում ենք, որ այդ նույն ուժերը, որոնց ժողովուրդը միահամուռ մերժել է, այսօր փորձում են կրկին գալ իշխանության եւ կարծեք թե այսինքն պետք է արգելեն նրանց մասնակցությունը։ Տեսեք, իշխանությունը պատճառաբանում է, որ օրինակ սա դեմոկրատական գործընթացով մարդիկ մասնակցել են ընտրություններին եւ ինչ որ արդյունքներ են գրանցել, որի արդյունքում կա ռեալ հնարավորություն, որ իրենք Հայաստանի երկրորդ քաղաքում իշխանության գան։ Սակայն ես սիրում եմ կրկնել, որ երբեմն ժողովրդավարությունը պետք է պաշտպանել նաև ժողովրդավարությունից, այն առումով, որ շատ դեպքերում կամ հիմնական դեպքերում, երբ որ ժողովրդավարությունները կամ թույլ ժողովրդավարությունները ձախողվում են այն պատճառով, որ այդ ավտորիտար կամ կրիմինալ կամ կլանային ուժերը օգտագործելով ժողովրդավարական գործիքները գալիս են իշխանության եւ հետ են շրջում պետության զարգացման անիվը եւ այս առումով սիրում եմ բերել վերջերս Ռումինիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Ռումինիան Եվրոպական միության անդամ երկիր է եւ ժողովրդավարական երկիր է, շատ ավելի ժողովրդավարական, քան Հայաստանը, սակայն Ռումինիայում Սահմանադրական դատարանը որոշեց, որ Ռումինիայի կոնկրետ անձը, ով առաջադրվել էր քաղաքական գործիչը, նախագահի տեխնացուի պաշտոնում արգելել նրան մասնակցել ուրեմն ընտրություններին, ինչու, որովհետև նա հակահամակարգային, հակաժողովրդավարական, պրոռուսական քաղաքական գործիչ էր եւ այդ մասին ինքը բացահայտ հայտարարում էր եւ նրա իշխանության գալը կնշանակեր Ռումինիայի։ Իսկ կարծում եք, որ այստեղ էլ պետք է։ Այո, ես կարծում եմ, որ ժամանակն է, մի բան էլ անցել է, քրեական հետապնդման են այո, մի բան էլ անցել է, որ նախ այս քաղաքական շրջանակներին պետք է տրվի քաղաքական գնահատական իրենց քաղաքական անցյալի վերաբերյալ եւ Հայաստանի հետ իրենց վարված, թե ինչպես են իրենք վարվել 20 տարիների ընթացքում Հայաստանի հետ եւ դրա հիմքով այո պետքա գտնվեն ուրեմն հնարավորություններ այդ մարդկանց ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս դնելու, քանի որ կրկնեմ, ելի բերեմ Ռումինիայի օրինակը, մենք Ռոմի պապից ավելի կաթոլիկ չգտնվենք, կան այդ մեխանիզմները, կան քրեական հարուցված գործեր, կան հանրային կարծիք եւ կարծում եմ հենց իշխանության խնդիրը դա պետքա լինի, որ քաղաքական համակարգը, քաղաքական դաշտը մաքրվի կրիմինալից, կլանային անցյալ ունեցող մարդկանցից, օլիգարխներից եւ այլն, քանի որ սա եւ քաղաքական համակարգի եւ
քաղաքական մեծ առումով քաղաքական անվտանգության եւ պետության անվտանգության խնդիրը։ Դեռևս 2019 թվականին ես նման մի հարցազրույց տվել եմ եւ ասել եմ, որ եթե իշխանությունները, հեղափոխության բեկած իշխանությունները Հայաստանում իրենց ընդդիմություն համարեն կամ լեգիտիմացնեն այս ուժերին որպես ընդդիմություն, ապա չի բացառվում, որ տարիներ անց մենք կտեսնենք հակահեղափոխություն եւ այսօր մենք փաստացի խոսում ենք դրա մասին եւ այսօր վաղը մենք կտեսնենք Գյումրիում ամենայն հավանականությամբ տեղի կունենա այդ հակահեղափոխությունը եւ այսինքն կարծում եք պետք է արգելել ամեն դեպքում ամփոփելով զրույցը նրանք ովքեր ենթարկվում են քրեական հետապնդման չպետք է մասնակցեն ընտրություններին։ Կներեք, քաղաքականությունը դա իշխանության ձգտելու միջոց է, ճանապարհ է, այսինքն երբ որ մարդը մասնակցում է քաղաքականության, նրա միակ նպատակը հասնել իշխանության եւ իր վիժնով, իր գաղափարներով, իր բարոյականությամբ, իր, չգիտեմ, գիտելիքներով, իր հնարավորություններով, շրջապատով կապով մասնակցի երկրի ղեկավարմանը, կառավարմանը կամ massամբ կամ ամբողջությամբ։ Եվ եթե կրիմինալը մասնակցում է քաղաքականության ու գալիս է իշխանության, ըստ ձեզ նա ինչ վարքով, բարքով եւ չգիտեմ սկզբունքներով պետքա կառավարի քաղաքը, համայնքը եւ մեծ առումով պետությունը։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։